2014 թվականի ապրիլի 15-ից ես դիմել եմ դատավոր Ամեն Ացագանյանին, որպեսզի միջնորդություն եմ ներկայացրել, որ դատական process-ը անցկացվի Հայաստանի Հանրապետության տարածքում, այսինքն Սյունիքի մարզի առաջին ատյանի դատավարը նստավայր Ստեփանակերտ, ես չեմ ճանաչում, դա բորինի կառույց է, որտեղ ես ի վիճակի չեմ Թալինից հասնելու Ստեփանակերտ, նորմալ բանականության տեր մարդը մեկ օր ճամփա գնա, մեկ օր այնտեղ մնա եւ մեկ օր էլ վերադառնա։ Ես ի վիճակի չեմ եւ փաստաբանի եւ իրավապաշտպանի օգնությանը դիմեմ, որտեղ ոչ մեկը չի համաձայնվի ինձ հետ մասնակցելու նման process-ին։ Նույնիսկ դատավոր Մնացականյանը իմ միջնորդությունը ոտնահարել, այսինքն գրավոր իմ միջնորդությանը առ-այսօր անցել է 2 ամիս նա չի պատասխանի եւ ոչ թե մեկ, այլ 2-3 միջնորդություն եմ ներկայացրել եւ առ-այսօր ոչ մեկին դիմել եմ Հանրապետության նախագահին, վարչապետին, ազգային ժողովի նախագահին, դատական դեպարտամենտին, արտահայտության նախագահին, Վճռաբեկ դատարանին եւ ոչ մեկը առ-այսօր անցել է ամիսուկես ավել, ոչ մեկը չի պատասխանել իմ նամակներին, այսինքն իմ միջնորդությունները չեն բավարարվել եւ դատը ձգձգվում է։ Ասեմ ավելին, որ նախաքննության process-ը ցույց տվեց, որ չի կարելի վստահել գործը քննվի Լեռնային Ղարաբաղում, որտեղ նախաքննությունը կատարվել է բազմաթիվ կեղծիքներով եւ հանցագործություններով, այսինքն խեղաթյուրվել են բոլոր փաստերը, սպանությունը որակավորվել է որպես ինքնասպանություն եւ գործը ուղարկվել է դատարան։ Դրա համար ես չեմ վստահում։ Այսօր ինձ պետք է ես պաշտպանեմ իմ որդու իրավունքները, ես հաստատ գիտեմ, որ որդուս սպանել են։ Ծանոթագիրը դատարանն ինձ ուղարկել է, որ ամսի 21-ին ես մասնակցեմ դատական նիստերին Ստեփանակերտում, բայց ես ծրարի վրայի կնիկը ցույց է տալիս, որ ես այն ստացել եմ ամսի 22-ին։ Ես ինչպես կարող եմ դատական նիստերին մասնակցել Ստեփանակերտում ամսի 21-ին, եթե ես ստացել եմ ամսի 22-ին։ Եվ այսօր փաստը խոսում է նրան, որ դատավորը արդեն ինչպես ասում են դատական վճիռը ոնց որ իրեն ձեռքում ունի, այսինքն ինչպես նախաքննությունն է կեղծվել, այնպես էլ դատական process-ն է եւ իմ վշտի հետ արդեն դրանում է 1 տարին, ես չեմ կարող ելք գտնեմ, թե ինչպես կարող է հայրենիքի պաշտպանին, որը պաշտպանում էր սահմանը, սպանեն եւ 1 տարի մնա անպատիժ, սա ոչ թե կրակոց էր որդուս կրծքավանդակին, այլ սա կրակոց էր անկախ Հայաստանի կրծքավանդակին, որ այսօր ես զարմանում եմ պատկան մարմինները, ինչ են աչք փակում նման փաստեր արատավոր երևույթների առաջ, որ այսօր փաստը, որ սպանել են, ես անցած անգամ բոլոր փաստերը ամեն տեղը ներկայացրել եմ, չի համապատասխանում իրականության, նախաքննական մարմինը կեղծել է, խեղաթյուրել է բոլոր փաստերը, նա անտեսել է փորձագիտական բոլոր եզրակացությունները եւ առաջնորդվել է ինքնասպանություն վարկածը, հիմք չունենալով, միակ իրանց հիմքը, որ կեղծել են հրամանագիրքը, այդ է իրանց փաստ իրենց ձեռքի տակ եւ ես ստիպված եմ եղել նաեւ դիմել մարդու իրավունքների պաշտպանին, որ մտնի սահմանադրական դատարան եւ պաշտպանի իմ սահմանադրական իրավունքները, լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ես իրավունք չեմ վերապահում ինձ, մասնակցեմ այլ պետության Ղարաբաղի Հանրապետության տարածքում դատական լսումներին եւ ֆիզիկապես եւ բարեապես եւ հոգեպես ես չեմ կարող մասնակցել մի վայրում, որտեղ սպանել են իմ որդուն։ Զենքը, որը կրակվել է, չի գրանցած որդուս անունով, այսինքն զինգրկում չկա գրված զենքի վրա, չկան մատնահետքեր, չկան վգաններ եւ ինչպես փորձագետն է տալիս, կրակոցը վերևից ներքև, այսինքն չէր կարա որդիս զենքը բարձրացնել վերևից իրեն կրակել եւ այս բոլոր խեղաթյուրված փաստերի հիման վրա կատարված նախաքննությունը ուզում են կոծգել դատական նիստերը անցկացնել Ստեփանակերտում։ Պահանջում են պատկան մարմիններից չոտնահարելու իմ սահմանադրական իրավունքները դատական լսումները անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, այսինքն քաղաք Երևանում։